Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք, սեղմեք պարզապես լայքի կոճակը եւ բավականին օգնած կլինեք մեզ։ Այսօր ուզում եմ խոսեմ վարսակի մասին։ Վարսակը դա հատատիկային բույսերից է, որը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, սպիտակուց, ծծումբ, ինչպես նաև ճարպեր, եւ այդ պարունակությամբ նա երկրորդ տեղն է գրավում հնդկացորենից հետո, հնդկացորենը դա գրեչկան է։ Պարունակում է մեծ քանակությամբ ամինոթթուներ, տարբեր տեսակի միկրոտարեր, մակրոտարեր, վիտամիններ, տարբեր վիտամիններ A, B խումբ, E, K եւ այլ վիտամիններ, որով հարստանում է վարսակի օգտակար հատկությունները։ Միկրոտարերից պարունակում է նատրիում, կալցիում, կալիում, ալյումինում, ինչպես նաև սիլիցիում, ծծումբ եւ այլն։ Վարսակը շատ սննդարար բույս է եւ պարունակող իր պարունակությամբ, այսինքն այն տարրերը, որոնք պարունակում են վարսակում, դրանք անհրաժեշտ են օրգանիզմի համար։ Պարունակելով ծծումբ, վարսակը մասնակցում է մեծ դեր ունի նյարդային համակարգի, նյարդային հյուսվածքների, այրան եւ ոսկրի կազմության, նրանց նյութափոխանակության համար։ Վարսակի մեջ պարունակող սիլիցիումը, ինչպես գիտեք, բազմիցս ասել ենք, նա հանդիսանում է կյանքի տարր եւ կարևոր նշանակություն ունի օրգանիզմում կատարվող բազմաթիվ գործընթացների, բազմաթիվ պրոցեսների համար եւ հատկապես նա մեծ դեր ունի ոսկրերի, ինչպես նաև մաշկի, եղունգների եւ այլն մազաթափությունը կանխող կարևոր դեր է կատարում սիլիցիումը։ Հարգելի բարեկամներ, վարսակը կարևոր է լյարդի, ենթասլամոքսային գեղձի, երիկամների գործունեության համար, որտեղ պարունակում է մեծ քանակությամբ, ասած ենք, սիլիցիում, ծծումբ, ինչպես նաև վիտամին K, E եւ այլն, որոնք անհրաժեշտ են այդ օրգանների համար։ Վարսակը օգտագործում է ինչպես շիլաների ձևով վարսակի ձավարը, այնպես էլ վարսակի ալյուրը, հատկապես նրանից պատրաստում են հերկուլեսի փաթիլները, որոնք շատ օգտակար են եւ հատկապես երեխաները շատ են սիրում հերկուլեսի փաթիլները։ Վարսակի շիլան օգտագործում է բազմաթիվ խոհանոցներում որպես դիետիկ սնունդ։ Շատ երկրներում նախաճաշի մեջ ընդգրկված է վարսակը, վարսակի շիլան, վարսակի ձավարից պատրաստում են շիլա եւ նրա օգտակարությունը եւ դերը կայանում է նրանում, որ նա իրենից ներկայացնում է օսլայա սպիտակուցային զանգված, որը շաղախված է լորձով, եւ այս լորձը անցնելով աղեստամոքսային համակարգ, նա պատում է աղիների եւ ստամոքսի լորձաթաղանթը, ունի պաշտպանողական հատկություն եւ թույլ չի տալիս, որպեսզի այնտեղ անցնեն թունավոր նյութեր եւ վատորակ սննդի մնացորդները։ Այդ տեսակետից կարևոր է վարսակի շիլա օգտագործելը։ Վարսակի շիլան նաև համեղ է եւ շատ հաճույքով ուտվում է, այնպես որ ձեր խոհանոցում կարող եք ընդգրկել վարսակը։ Վարսակը ռուսերեն դա ավիոսն է։ Հարգելի բարեկամներ, աշխատեք օգտվել վարսակից առողջությունը ամրապնդելու համար, հատկապես նրա մեջ եղած վիտամիններով, վիտամին A, B խումբ, E, K եւ այլն։ Ուզում եմ ձեզ տամ, հարգելի բարեկամներ, մի երկու խորհուրդ, որից դուք օգտվեք, որովհետև այդպիսի խնդիրներ ունեն շատերը, օրինակ մաշկի, արմանկային հոդերի եւ տնկան հոդերի մաշկը լինում է կոշտացած, ծեվացած, դրանից ձերբազատվելու համար վերցնում եք
1 ճաշի գտալ նարնջի հյութ, խառնում եք 10 ճաշի գտալ որևէ բուսական յուղի հետ լավ խառնելուց հետո շփում եք, քսում եք այդ շրջաններին եւ ծնկան հոդերին, թողում եք մնա կես ժամ, որից հետո կարող եք լվանալ եւ քսել որևէ սնուցող քսուկ։ Դեմքի կնճիռները վերացնելու համար վերցնում եք նարնջի չորացրած կեղև, փոշիացրած 1 ճաշի գտալ եւ վերցնում եք 1 ճաշի գտալ նշի փոշի, այսինքն նշի կուտը նույնպես աղում եք, փոշիացնում եք, խառնում եք իրար, խառնում եք քիչ քանակությամբ ջուր, որպեսզի նա լինի ջրիկ թթվասերի թանդրությամբ եւ քսում եք մաշկին, դեմքի մաշկին քսելուց հետո այսպես մերսումների ձևով կարող եք թեթևանել եւ կես ժամ հետո լվանում եք գոր ջրով։ Կարող եք կատարել ամեն օր եւ օրը մեջ, որոշ ժամանակ հետո կտեսնեք, որ մաշկը ձգվում է, այդ մանր կնճիռները վերանում են, մաշկը ստանում է թարմ տեսք։ Այսքանը հարգելի բարեկամներ, բայց ես ուզում եմ ցույց տամ նաեւ, չմոռանամ ասել, որ այդ տեսահոլովակը, կեղտ տեսահոլովակը դեռևս պատտվում է եւ զանգում են բազմաթիվ հիվանդներ, դա ռեկլամ են անում ինչ-որ քսուկի հոդային հիվանդությունների համար, դա ես դրա հետ կապ չունեմ, ոչ էլ այդտեղ հանդես եկող բժիշկները, ոչ մեկը կապ չունի, դա այդպես ասած կեղտ սարքված հոլովակ է, այնպես որ չգայթակղվեք, եթե հարցեր եք ունենում, դուք կարող եք ինձ զանգահարել։ Ուզում եմ ձեզ ցույց տամ մեր քսուկները, Կարինե քսուկը, որը այո, սա նախատեսված է դեմքի եւ հատկապես ունի ներծծող հատկություն եւ ցավազրկող հոդերի համար, հոդային հիվանդությունների համար հակաբորբոքիչ քսուկ է հանդիսանում, մի 2-3 օր քսելուց հետո այդ հոդացավերը վերանում են, ոչ միայն հոդացավերը, այլև նյարդացավերը, մկանացավերը եւ այլն, այն հեշտությամբ ներծծվում է, մեր քսուկները բոլորը բնական հումքերի վրա են պատրաստված, ինչպես նաեւ կարող եք օգտագործել դեմքը հարթարելու համար, շատ հեշտությամբ ներծծվում է եւ դեմքը ստանում է իր նախկին տեսքը, փայլը եւ էլաստիկությունը։ Մյուս քսուկը դա մարիա քսուկն է, որը բազմաթիվ անգամ ցույց ենք տվել, դուք ծանոթ եք այդ քսուկին, գույնը այսպիսին է, դա պատրաստված է անկույզի հումքի վրա, անկույզի յուղի հումքի վրա, ինչպես նաեւ մեր Անահիտ քսուկը, որը կարմիր է, եւ դա արմատի գույնն է, հարգելի բարեկամներ, այս քսուկները ունեն վերքամոք քիչ, հատկապես Անահիտ քսուկը այրվածքների ժամանակ, այրվածքներից հետո առաջացած սպիների ժամանակ շատ դյուրին ձևով այդ սպիները ներծծվում են, մաքրում է մաշկը ծերացած, մահացած բջիջներից, մաշկին տալիս է փայլ, էլաստիկություն, լավացնում է այրան շրջանառությունը, այդ բոլորով հանդերձ մարիա քսուկը ունի նաև մաշկը սպիտակեցնող հատկություն։ Հարգելի բարեկամներ, մեր գրքերը իհարկե դուք տեսել եք, սա բժշկարանն է, մեր շատ տարածված, որը վերահրատարակվել է 6 անգամ, այստեղ հիվանդության նկարագիրը տրված է ընդարձակ ձևով եւ բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, ունի իր պատկերասրահը, նկարների գունավոր, նկարների տակ գրած են 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ հետեւում ունի քառալեզու բառարան, այդ 3 լեզվին գումարած նաեւ ռուսերեն, ներողություն, անգլերեն։ Մյուսը դա մեր ալկամա գիրքն է, որը հրատարակվեց այս վերջերում երկրորդ անգամ, գիրքը պարունակում է 170 հիվանդություն, ունի նաև իր շատ հետաքրքիր հավելվածը, այստեղ
հիվանդության նկարագիրը տրված է շատ համառոտ, բայց տրված է ընդարձակ բուժում, այսինքն տվյալ հիվանդության համար բազմաթիվ դեղատոմսեր ժողովրդական բժշկության մեթոդներով ունի նաև իր պատկերասրահը, դարձյալ բույսերի տակ գրած են 3 լեզվով եւ ունի իր քառալեզու բառարանը հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ անգլերեն։ Հարգելի Նունե Ավետիսյան, ուզում եմ պատասխանեմ ձեր հարցին, որ դուք տվել եք հավախոտի վերաբերյալ։ Հավախոտը դա օֆիցիալ չի, այսինքն նա պաշտոնական դեղատոմսերում չի օգտագործում, դա ժողովրդական բժշկության մեջ օգտագործում է, ես էլ եմ օգտագործել հավախոտը շատ, օգտագործել եմ որպես հակաբորբոքիչ, հատկապես կանացի հիվանդությունների համար, ձվարանների, արգանդի եւ այլն, ինչպես նաև չբերության համար։ Հավախոտը դա ժողովրդական լեզվով այսպես ասած, նրա պաշտոնական լեզվին ես չեմ հանդիպել, որովհետև ինքը օֆիցիալ պաշտոնական չի ընդունված ֆարմակոպեայում, դա ուղղակի ժողովուրդն է օգտագործում։ Ցտեսություն, մի շնորհ հանդիպում։